Լուսավոր Հայաստանի թիմը գալիս է ստեղծելու այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուրն իրեն կզգա լիարժեք իրավատեր քաղաքացի, հավասար հնարավորություններով, հավասար պայմաններում։ Երիտասարդ թիմը լի է իրականանալի նպատակներով, որոնք 17 տարի երազանք են թվացել շատ ու շատ վանաձորցիների համար։ Լուսավոր Հայաստանը ուզում է փոփոխություն վանաձոր քաղաքում։ Լուսավոր Հայաստանը ուզում է փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում։ Միասին կառուցենք փոփոխված վանաձորը։ Անկախության 25-ամյակը որքան էլ բաղձալի, սակայն առաջին հերթին պարտավորեցնող նշանակություն ունի։ Իրականության գիտակցումն ստիպում է ամենօրյա խնամք տանել հայրենիքի նկատմամբ։ Կուսակցության ցուցակում ընդգրկված ավականու թեկնածուները քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանի առաջնորդությամբ հերթական լուսավոր, ինքնատիպ ու պոզիտիվ շնորհավորանք ուղերձն են հղում անկախ հայրենիքին, անկախ Վանաձորին, կատարելով 25 կիլոմետրանոց խորհրդանշական հեծանվարշավ։ Ես բոլորի շնորհավորում եմ մեր անկախության տոնի առթիվ, ուզում եմ, որ այդ անկախությունն ավելի գիտակցված լինի եւ մենք իրապես հասկանանք, որ մենք ապրում ենք անկախ պետության մեջ։ Մենք մեր ունեցած անկախությունը ես ուզում եմ, որ ավելի իրական եւ ավելի լուրջ գնահատենք եւ դա որպես ձեռքբերում արժևորելով հասկանանք դրա արժեքը եւ պահպանենք եւ խնամք տանենք դրա համար։ Երթի միջոցով լուսավոր վանաձորցիները փորձեցին իրենց ներսում եղած ազատության ոգին փոխանցել մարդկանց, կոչ անելով առողջ ապրելակերպի, բարեկեցիկ կյանքի եւ ինքնատիպ մտածողության։ Կայացած մարդկանց համար յուրաքանչյուր առարկա դիտարկվում է որպես միջոց եւ ոչ երբեք նպատակ։ Մեծ ոսկե համարանիշներով ամենագնացների փոխարեն կարելի է նաեւ երթևեկել հեծանիվով, ցույց տալ հասարակությանը, որ նրանցից տարբերվելու ցանկություն չկա ու չի լինելու եւ հավասար հնարավորություններն են, որ պետք է ընդհանուր լինեն բոլորիս համար։ Եթե մարդը ինքնահաստատված է եւ ներքուստ կայացած մարդ է, նրան պետք չեն մեծ մեքենաներ կամ մեծ բնակարաններ եւ դրանք զուտ օգտագործվում են կարիքից ելնելով։ Իմաստությունը պարզության մեջ է եւ պետք է ցույց տալ ավելին, քան դու կաս։ Մենք նոր որակի Վանաձոր ենք ուզում, նոր որակի կառավարում ենք ուզում եւ մենք բերելու ենք այդ նոր որակները Վանաձոր քաղաք, բայց Վանաձորով մենք չենք սահմանափակվելու եւ տարածելու ենք այդ ամենը Հայաստանի Հանրապետությունում։ Ես մաղթում եմ բոլորիս փոփոխություն Վանաձոր քաղաքում եւ փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում։ Գնահատենք մեր անկախությունը, այլապես մենք կկորցնենք Հայաստանի Հանրապետության անկախությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Երթը ուներ նպատակ ցույց տալու, որ մեր պատկերացած լուսավոր Հայաստանում տեղ կա ամեն ինչին, եւ էքստրեմալ սպորտաձևերին, եւ մարդկանց ամենաբարդ խնդիրներին եւ ամեն ինչին։ Այսինքն մենք բազմակողմանի մոտեցում ենք ցուցաբերում եւ մեզ համար նաեւ հատկանշական էր այն, որ մենք համաչափ զարգացման կողմնակից ենք եւ հեծանվարշավի հենց երթուղին եթե նայենք, կտեսնենք, որ մենք պատտվում ենք գրեթե բոլոր ծայրամասերով եւ դրանով իսկ ուզում ենք մեր քաջալերությունը ցույց տանք ծայրամասերում ապրող մարդկանց եւ ցույց տանք, որ մեզ համար չկան ծայրամասում ապրող առանձին մարդիկ, կենտրոնում ապրող մարդիկ եւ մեզ համար քաղաքը համաչափ է բոլոր մարդիկ մեզ համար շատ կարեւոր են։ Ինչպես իմ թիմակիցները, այնպես նաեւ ես ուզում եմ, որ մեր քաղաքը լինի վերադառնալու, ապրելու եւ ծաղկունքի քաղաք, այսինքն այստեղից ոչ թե գնան, այլ վերադառնան, ապրեն իրենց քաղաքում եւ զարգացնեն հենց իրենց իսկ քաղաքը եւ հանրապետությունը։ Շնորհավորում ենք մեր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը եւ ցանկանում ենք գնում ենք դեպի լուսավոր Հայաստան, լուսավոր Վանաձոր։ Մեզ վանաձորցիներից բոլորիս մաղթում ենք հաղթանակ դեպի լուսավոր Վանաձոր։ Շնորհավոր անկախության տոնը։ Երթուղին անցնում էր Վանաձորի գրեթե բոլոր փողոցներով, մարդիկ բարևում էին, ժպտում առողջ ապրելակերպի կողմնակիցներին, հայտնում իրենց աջակցությունը։ Վանաձորը ժպտում էր։ Նախաձեռնությունն ավարտվեց հայքի հրապարակում շնորհավորական ուղերձով, բայց օրը շարունակվում է, նրանք դեռ կծանոթանան ձեզ հետ, կլինեն ձեր բակում, կլսեն ձեր խնդիրներն ու կփոխանցեն իրենց լուծումները։ Հրայր Հակոբյան, Կամոց Ատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։